Իր կյանքի պատմությունով իմ տաղավարում է դերասան Նարեկ Մկրտչյանը։ Ցանկացած պայքար նրա համար է, որ դու կամ ինքդ քեզ կամ ինչ-որ մեկին ապացուցես, որ դու դա արեցիր։ Նարեկի ծնողները երբևէ չեն պարտադրել Նարեկին ընտրել որևէ մեկ այլ մասնագիտություն եւ Նարեկն ընտրում է դերասանի մասնագիտությունը։ Ես ուղղակի մի օր եկա տուն ու ասացի, որ ես ընդունել եմ թատերական ինստիտուտ։ Սկզբում տնեցի ոնց, բայց ստացվեց այնպես, որ ես սովորեցի այնտեղ։ Նարեկը առաջին անգամ նկարահանվում է գեղարվեստական ֆիլմի Մասսայական տեսարանում։ Ֆիլմը եղավ, դուրս եկավ ու ես նստած սպասում եմ, որ հեսա պետքա ես ինձ տեսնեմ ու հետո հասկացա, որ մենակ ուսս է երևում։ Նարեկ Մկրտչյանն այսօր ATV-ի եթերով հեռարձակվող «Տաքսիստը» հեռուստանովելի Հարութի կերպարն է մարմնավորում։ Մարդը նստել օրինակ փողը քիչ է եղել կամ մարդը նստել ընդհանրապես չի ունեցել ու ամեն մեկի հետ ուղղակի պետքա փորձես իր լեզվով խոսել։ Ով է Նարեկ Մկրտչյանի անակնկալ հյուրը։ Գաղտնի նամակը եկել է Ռուսաստանի Դաշնությունից, ով է նամակի հեղինակը։ Կարոտս խեղդում է ու միտքս չեմ կարողանում ձևակերպել։ Ես միշտ հավատացել եմ, որ քեզ մոտ ամեն բան լավ է լինելու։ Խոստովանություն, ուրբաթ օրը 22:30-ին